Նիկոլիզմը քարոզչական դաշտում դրսևորվում է ոնց որ մնացած բնագավառներով, բայց քարոզչական դաշտում դրա ցցուն օրինակները ավելի շատ են, քան մնացած բոլոր տեղերում։ Որն է արդ նիկոլիզմը քարոզչական դաշտում։ Ես փորձել եմ գտնել օպտիմալ ձևակերպում, օպտիմալ սահմանում նիկոլիզմի, ինչով ուզում եմ կիսվեմ բոլորիդ հետ։ Նիկոլիզմը ուրեմն սեփական քաղաքական հակառակորդների վերաբերյալ բացահայտ սուտ տեղեկությունները մանիպուլյատիվ պնդումներով, կիսաճշմարտություններով, պարուրելով լայն հանրային շրջանակներին որպես ճշմարտություն ներկայացնելը չկրելով դրանց համար քաղաքական պատասխանատվություն։ Նորից սեփական քաղաքական հակառակորդների վերաբերյալ բացահայտ սուտ տեղեկությունները մանիպուլյատիվ պնդումներով, կիսաճշմարտություններով, պարուրելով, լայն հանրային շրջանակներին որպես ճշմարտություն ներկայացնելը չկրելով դրա համար քաղաքական պատասխանատվություն։ Ես հիմա շարունակեմ օրինակներ եմ բերելու, այլ կերպ ասած, նիկոլիզմը քաղաքական տոտալ անպատասխանատվության, բարոյականության իսպար բացակայության, ստի ու կեղծիքի հոմանիշն է։ Սա նիկոլիզմն է։ Այսինքն ինչ էր անում Նիկոլը։ Ես ուզում եմ օրինակներ բերեմ, ոնց է բացահայտ սուտը մարդկանց ներկայացնում մանիպուլյատիվ կիսաճշմարտություններով ու խափում է, ասում է, «Սենց է» ու հետո ասում է, «Ես սենց բան չեմ ասել»։ Օրինակ, Ռոբերտ Քոչարյանը 4 միլիարդ դոլար փող ունի։ Այս սուտը նիկոլիզմի սուտ է, որը նեոնիկոլիստները ասում են, որ դա երրորդ նախագահի կողմից է բերվել։ Բացարձակ նույն բանն է, այսինքն նա սուտ է, սա ավելի մեծ սուտ է։ Ոնց է դա դրսևորվում։ Այսինքն մարդկանց մոտ օգտագործելով երկրորդ նախագահի հանդեպ բացասական վերաբերմունքը, իսկ որ բացասական վերաբերմունք անտի-ռեյտինգ ունեցող մարդը երկրորդ նախագահը, նաև երրորդ նախագահը, նաև առաջին նախագահը, բայց ամենաշատը երկրորդ նախագահը, դա փաստ է։ Դա ոչ մեկ չի կարա հերքի։ Հա, բոլորի մոտ դա իմ կարծիքով ցենց ընկալ տպված դաջված բան է։ Օգտագործելով մարդկանց բացասական վերաբերմունքը երկրորդ նախագահի նկատմամբ, սրիկաները ստեղծել են սուտ, որ այս մարդիկ հարստացել են։ Ունենալով որպես օրինակներ էլ, օրինակ Toyota-ն, Կոնգրես հյուրանոց ու տարատեսակ այլ բիզնեսներ, որոնք իրոք կապ ունեն երկրորդ նախագահի հետ, բերել են ու մարդկանց հրամցրել են, որ սուտ, բացահայտ սուտ, նիկոլիզմի օրինակ են բերում, որ երկրորդ նախագահը, ախպեր ջան, 4 միլիարդ դոլար փող ունի ու սաղ տարել է Հայաստանից։ Բացարձակ սուտ է, չէ՞ սա։ Նիկոլիզմը սա է։ Հետո իրանք եկել են դատախազությունով, դատարանով, բանով բերել են լրիվ ուրիշ թիվ են ներկայացրել երկրորդ նախագահի ունեցվածքի։ Եվ գալիս է այստեղ նիկոլիզմի վերջին էտապը, որ իրանք մոռանում են, որ իրանք այդ 4 միլիարդի մասին խոսացել են։ Պատկերացիք, այսինքն նիկոլիզմը որն է, սկզբից սուտ ասել, որ Քոչարյանը 4 միլիարդ դոլար փող ունի։ Այդ սուտը փչել, վերջում իրանք իրանք սուտը հերքեն իրանք ձեռով ու վերջում ոչ մեկ պատասխան չտա դրա համար։ Ոչ մեկ։ Մյուսը Սաշիկի 50-50-ները։ Նիկոլիզմի դրսևորումը, քարոզչական, նիկոլիզմի քարոզչական գծի դրսևորումը։ Բացատրել, պատմել, խափել, որ գցելա, վերցրելա, այդ դա դարձնել ժողովրդական բանահյուսություն։ Բերեց, ասեց, սուտը սարքեցին, բան հետո եկան իշխանության ոչ մի 50% 50 բան, 50-50 չբացահայտեցին, բայց ոչ էլ ասեցին կներեք դրա համար։ Մյուս նիկոլիզմի քարոզչական դրսևորում, երբ որ դուրս եկավ, ասեց մարտի 1-ի գործը ամբողջությամբ բացահայտված է։ Հետո ասեց, ես դες բան երբ եմ ասել։ Հենց եկավ, որ սուտ ես ասում, անգեր, ստախոս, սուտ ես ասում, ասպես ես բան երբ եմ ասել։ Արցախը, Հայաստանը եւ վերջ, նիկոլական ագրեսիվ նիկոլիզմի մյուս օրինակը։ Իսկ որն է նեոնիկոլիզմը։ Ուրեմն նեոնիկոլիզմը դա նոր դրսևորում է եւ նիկոլիզմից տարբերվում է ընդհանրապես մի բանով։ Դա անում են ընդդիմադիր կոչվածները։ Իրանց ընդդիմադիր հրճակած մարդիկ, սա նորահայտ դրսևորում է, սա 20 թվից 21 թվից սկսած դրսևորում է, որ այս վերջերս ավելի բացահայտ է դուրս գալիս։ Ինչի է բացահայտ, ինչ նկատի ունեմ։ Իդեպ դա կարա լինի ցանկացած ճամբարից, ով որ սուտ է ներկայացնում։ Խոսքը մենակ երկրորդ նախագահի թիմակիցների մասին չի էլի, բայց քանի որ իրանց մոտ ծաղկուն վիճակում է դա, դրա համար եմ այդ օրինակը իրանց վրա բերում։ Քանի որ ես էլ եմ զոհ այդ ստերի, հիմա ինչից ես կխոսամ նեոնիկոլիզմի։ Դրա համար ես ներկայացնում եմ իրանց ասելով, բայց դա ցանկացած ընդդիմադիրի կարա վերաբերի։ Նեոնիկոլիզմը դա երևույթ է։ Դա թիմ չի հարցնում, դա երևույթ է։ Դա երևույթ է, որի դեմ պետքա պայքարել, որտեղ նիկոլիզմն ու նեոնիկոլիզմը իրար բան են հասկանում եք, իրար հերու տղա են, որտեղ նիկոլիզմն է ծնել նեոնիկոլիզմ, որտեղ նիկոլի ժամանակ են մարդիկ, դες որ կարելի է սուտ խոսալ, բացահայտ։ Հետո այդ սուտը տես ջրել գնա էլի, ոչ պատասխան ու զողալնելու, ոչ մի բան ասող։ Կարելի է սուտ խոսալ, հիմա ես դες բերում եմ սուտ ստերի օրինակներ։
Նեոնիկոլիզմի ու նիկոլիզմի տարբերությունը մեկն է։ Նեոնիկոլիզմը բացառապես ներընդդիմադիր պայքարի մեջ է օգտագործվում։ Այսինքն բացահայտ ստեր, որևէ հիմնավորում չունեցող ստեր, քաղաքական գործիչների, քաղաքական ակտիվիստների, լրագրողների ու երևույթների մասին, որոնք ապացուցման կարիք չունեն։ Ու երբ որ դա անցնում է, ոչ մեկ չի կարելի ասում, լավ, ես գալաթ արեցի, sense բան ասեցի, ժողովուրդ ջան, սխալ եմ արել։ Նեոնիկոլիզմի ամենալավ օրինակներից մեկը դա գիտեք որն է, այն որ մարդիկ քիչ ամնում իրանց հոր գերեզման երթվեն, որ Սերժն է բերել Նիկոլին, բայց դրա տակ որևէ հիմք ու փաստ չդնելով։ Դա այն մարդիկ են, որոնք ասում են ախպեր, ինչ կարևոր է ով է առաջադրել Նիկոլին, կարևորը ով է ընտրել Նիկոլին, որոնք վաղը մյուսօրն ասելու են Վարդան Ղուկասյանն ինչ կարևոր է ով առաջադրել, Մարտունը թող չքվեարկեր։ Մարտուն Գրիգորյանը խի քվեարկեց ախպեր, էլի Սերժն է բերել, էլի Վարդան Ղուկասյանի։ Մի վաղ է նեոնիկոլիզմի նոր դրսևորումը էս ալնելու։ Ու նեոնիկոլիզմի այդ դրսևորումից եթե դուրս գանք, օրինակի համար կարելի է բերել ամենալավ, ամենաթարմ օրինակներից։ Մեկը դա Կոչուբաևի հայտնի ստերն է 5-րդ ալիքով, նեոնիկոլիզմի բաստիոն հանդիսացող 5-րդ ալիքով, ցավոք սրտի։ Մարդը գնում է, նստում է առանց ամաչելու, բացահայտ սուտ է խոսում սահմանադրության մասին։ Ասում է սահմանադրությունում կա այս կետ, այս կետը փոխել են, որ Նիկոլին բերեն սարքեն բացահայտ սուտ ու երբեք դու ներողություն չի խնդրում դրա համար։ Առանց ամաչելու այդ սուտը ասում է։ Այդ ստից հետո բացահայտ ստերի վրա կառուցած սաղ բանը փլվում է։ Վերջում չի գնում ու ասի լավ կներեք ժողովուրդ ջան, ես ինչ սուտ ասեցի։ Սա նեոնիկոլիզմն է։ Ասել բացահայտ ստեր։ Բացարձակ ստեր, ինչի հիմա անում են օրինակի համար Մարտուն Գրիգորյանի վրա։ Ու նեոնիկոլիզմն ու նիկոլիզմը աշխատում են իրար հետ։